Այսպես է Մերի Մկրտչյանը հոգևոր երգի միջոցով աղոթք բարձրացնում առ Աստված Գյումրիի հայ կաթողիկե եկեղեցում 1995 թվականից սկսած ամեն կիրակի։ Աղոթքը գործում է մարդու ներսում եւ Աստծո հետ հաղորդակցվելու գլխավոր միջոցն է, վստահ է Մերին։ Իմ ապրելակերպն է, իմ մարդ տեսակն է, որը միշտ ուղեկցելու է իմ կյանքում ու ելի եմ ասում շնորհակալ եմ, որ ես կամ այդ ամեն ինչի մեջ գտնում եմ, որ ինձ գտել եմ։ Մերի Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1977 թվականի դեկտեմբերի 6-ին։ Բնավորությամբ հանգիստ ու պարզ աղջիկը առաջին անգամ Գյումրու հայ կաթողիկե առաջնորդարան գալիս է 1992 թվականին Ներսես arczepiskopos Տեր Ներսեսյանի օրոք։ Դպրոցական երեխա էի, մեր ուսմասվարը առաջարկեց գալ երկար մտածումներից հետո վերջապես եկա, սրբազանը լսեց ու շատ հիացած ասեց շատ լավ մեր երգչախումբն էլ դեռ մենք սոլիստներ չունենք, դու սոլո համարներ կերկես ու դեռ այդ օրվանից մինչ օրս երգում եմ։ 1997 թվականը Մերիի համար դարձավ բեկումնային ու շրջադարձային տարի։ Այդ տարում նա ընդունվեց Երևանի Պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը եւ մեկնեց Ֆրանսիա մասնակիցը դառնալու կաթողիկե երիտասարդաց համաշխարհային օրվա իրադարձությանը։ Այն ժամանակ նպատակը պապի հետ հանդիպումներ երիտասարդական կազմակերպություններ ու ես մինչև մեր մեկնելը ընդունելության քննությունը եղավ կոնսերվատորիայի ու ընդունվեցի, գիտեք, ընդունելությունը արվում էր Երևանում, ընդունվեցի կոնսերվատորիա, դա իմ համար ամենալավ տարիներից մեկն էր։ Առաջին ձեռքբերումը երկարվեստում Մերիի համար մասնակցություններ հմայիչ ձայներ մրցույթին, որտեղ եւ ստացավ դափնեկրի կոչում եւ արժանացավ հանդիսատեսի համակրանքին։ Մենահամերգային ծրագրերով հանդես է եկել Ֆրանսիայի մի շարք քաղաքներում, Փարիզի Աստվածամոր տաճարում, Մարսելի Նոտրդամ դե լա Գար եկեղեցում, ինչպես նաեւ Լեոնի Ֆուրվիեր եկեղեցում։ 93 թվականին Ամադեուս մրցույթ փառատոնին հոգևոր երգ անվանակարգով մասնակցեցի, լավագույն հոգևոր երգի կատարում մրցանակ ստացա։ Մերիի ծնողները երբեք իր որոշումների եւ ընտրության համար արգելք չեն հանդիսացել, այլ ընդհակառակը մշտապես քաջալերել եւ թույլ են տվել ինքնահաստատվելու իր ընտրած բարդ, բայց եւ ցանկալի ճանապարհով։ Կարելի է անվերջ թվարկել այն ձեռքբերումները, որոնք Մերին ունեցել է այս տարիների ընթացքում, սակայն ամենամեծ դափնին Մերին համարում է իր ընտանիքն ու եկեղեցին։ Նախ շնորհակալ եմ ընտանիքիս, որ հասկացավ այն, ինչ ես ընտրել էի։ Շնորհակալ եմ, որ նման հնարավորություն ունեցա բոլոր նրանց եմ շնորհակալ, ովքեր առիթ հանդիսացան, որ ես հաջողեի եկեղեցի ու կրթվեի հոգևոր կրթությունը ստանայի։ Ինձ կյանքում շատ օգնել է հոգևոր գիտելիքները, բոլոր հարցերում միշտ ավելի հեշտ եմ ելքեր գտել։ Հոգևոր երաժշտությունը մեծ ազդեցություն է թողել Մերիի կյանքում, եւ առանց հոգևոր երաժշտության Մերին չի պատկերացնում իր կյանքը։ Ապրելով երկյուղացությամբ եւ ապավինելով Աստծուն, Մերին կյանքի զանազան իրավիճակներում ու փորձությունների պահին աղոթքով հաղթահարել է դժվարություններն ու հիասթափությունները։ Երբ հիասթափությունը եղել է, միշտ պայքարելու այդ ուժը իմ մեջ բարձրացել է ու ինձ թվում է, որ հենց այդ հոգևոր կյանքի այդ մեջ լինելն է ինձ օգնել ելքեր գտնելու։ Իմ աշխատանքի մեջ, թե կյանքում ինչ որ խնդիրներ, որ ունենում եմ, նայում եմ իմ լուսավոր ընտանիքին, դա ինձ բավականին ուժ է տալիս ու ասում եմ ամեն դեպքում այդ ամեն ինչը արժի թողնել կողքի, բավական է, որ այս ինչ որ ես ունեմ, ես շնորհակալ եմ ամենայն դեպս Աստծուց, այն ինչ որ ունեմ։ Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքի հոգևոր ուղով ընթանալիս պետք է միշտ հիշի Աստծո կողմից իրեն պարգևաշնորհների մասին, որոնք պետք է գործածի հանուն Աստծո փառքի եւ մարդկանց ծառայեցնելու։ Մերի Մկրտչյանը իր սրտում ունենալով այս նպատակները մշտապես վերապրում ու հասկանում է երկնքից իրեն տրված շնորհների ներկործությունն ու նշանակությունը իր կյանքում։ Պատարագի ընթացքում ես աղոթում եմ ու իմ երգը զգում եմ, որ աղոթքով ավելի հեշտ ու ավելի եթերային է ստացվում։ 2016 թվականի հունիսի 24-ին ժամը 19-ին Գյումրիի Սրբոց Նահատակված հայ կաթողիկե առաջնորդանիստ եկեղեցում տեղի կունենա նույն եկեղեցու Ալաշկերտ հոգևոր երգչախմբի մեներկչուհի Մերի Մկրտչյանի համերգը նախաձեռնությամբ Գյումրիի հայ կաթողիկեների ժողովրդապետ արժանապատիվ Տեր Գրիգոր Ավագ քահանա Մկրտչյանի։ Համերգի խորագիրն է հոգևոր համերգ ընդառաջ Սրբազան քահանայապետի այցին։
Համերգի տեղեկատվական հովանավորը Շիրակ հեռուստարադիո ընկերությունն է եւ Հորիզոն ձայնագրության ստուդիան, ովքեր պիտի ապահովեն նաեւ ուղիղ հեռարձակում Շիրակ հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, հրավիրված են մասնակցելու այն հյուրերի մի մասը, ովքեր որ պիտի ներկա լինեն հունիսի 25-ի Սրբազան քահանայապետի պատարագի ժամանակ, այդ հյուրերը ամսի 24-ին արդեն իսկ ժամանած պիտի լինեն Գյումրի, եւ այդ հյուրերից բացի նաեւ մեր համայնականները, այլ գյումրեցիներ, ովքեր կուզենան մասնակցել եւ կիսել այդ տոնական տրամադրությունը մեր համայնքի հետ։ Մենահամերգի ընթացքում կհնչեն բացառապես հոգևոր ստեղծագործություններ, շարականներ, հատվածներ Սուրբ Պատարագից, որոնցից շատերը Ալաշկերտ երգչախումբը մշտապես կատարում է Սուրբ Պատարագի ժամանակ։ Լիլիթ Մկրտչյան, Մարտին Գևորգյան, Ձայն խաղաղության։